Խաղաղություն եղբայրներ եւ քույրեր ու հարգելի ունգընտիրներ։ Աստվածաշնչյան ոսկի համարները այսօր պիտի կարդամ, որը գտնվի Լերան Կարոս Մատթեոս Ավետարանի 7-րդ գլուխը։ Այս գլուխը ամբողջությամբ կարդալով այսօր պիտի ավարտեմ։ Մատթեոսի մեջ գտնվող Լերան Կարոսը։ Տերոջը խոսքը օրտնապերը լա բոլորիս։ Ուրեմն կկարդամ Մատթեոս Ավետարանի 7-րդ գլուխ առաջին խոսքեն։ Ուրիշները տադել։ Մի տադեք, որբեսի չտադվիք, քանզի ինչ տադաստանով որ տադեք, անով պիտի տադվիք, եւ ինչ չափով որ չափեք, անով պիտի չափվի ցեզի։ Եվ ինչու եղբորդ աչքին մեջի շյուղը կտեսնես ու քո աչքիդ մեջի քերանին չես նայիր։ Կամ ինչպես կրնաս ասել քո եղբորդ, թող դուր աչքեդ շյուղը հանեմ, եւ ահա քո աչքիդ մեջ քերան կա։ Գերզավոր առաջ քո աչքեդ քերանը հանե ու ետքը բարձ պիտի տեսնես եղբորդ աչքին շյուղը հանելու։ Սուրբ բանը շուներուն միդակ եւ ծեր մարգարիտները խոզերուն արչեւ մի ցկեք, որբեսի ոտքերնուն տակ չգողկրդեն զանոնք ու թարնան ցեզ պատարեն։ Խնդրել, փնտրել, զարնել։ Խնդրեցեք եւ պիտի դրվի ցեզի։ Փնտրեցեք եւ պիտի գտնեք։ Թուրը զարգեք եւ պիտի բացվի ցեզի։ Վասնզի ամեն ով որ կխնդրե գարնե եւ ով որ կփնտրե կգտնե եւ ով որ թուրը կզարնե պիտի բացվի անոր։ Ցեզմե որ մարդը գա որմե եթե իր որդին հաց ուզե ինք քարտա անոր եւ կամ եթե ցուկ ուզե օծտա անոր։ Ուստի եթե դուք որ չարեք ծեր զավակներուն աղեք ընծաներ դալ գիտեք, որ չափավելի ծեր հայրը որ երկինքն է, բարի բաներ պիտի տա անոնց որ իրմե կխնդրեն։ Ուստի ամեն ինչ որ գուզեք, որ մարդիկ ցեզի ընեն, դուք ալ անոնց այնպես ըրեք, քանզի այս է օրենքը ու մարգարեները։ Նեղ թուրը Նեղ թրնեն ներս մտեք, վասնզի լայն է այն թուրը ու ընթարցակ այն ճամփան, որ դեպի գորուստ կդանի, եւ շատ որ ենանոնք, որ անգե գմտնեն։ Վասնզի նեղ է այն թուրը ու նեղված է այն ճամփան, որ դեպի ցանկ կդանի, եւ քիչ որ ենանոնք, որ զանիգա կգտնեն։ Ձարը եւ իր բուդուղը Ըսկուշ կեցեք սուտ մարգարեներեն, որոնք ցեզի կուքան ոչխարի հանտերցներով, բայց ներսեն հապշտագող քայլեր են։ Իրենց բուդուղեն պիտի ճանչնակ զանոնք, միթե փուշերեն խաղող կքաղեն, կամ դատասկեն թուզ, այսպես ամեն բարի ձար բարի բուդուղ կուտա, եւ չար ձար չար բուդուղ կուտա։ Բարի ձարը չի կրնար չար բուդուղ տալ, ոչ ալ չար ձարը բարի բուդուղ տա։ Ամեն ձար, որ բարի բուդուղ չի դար, կգտրվի ու գրագը կցկվի։ Ուրեմն իրենց բուդուղեն պիտի ճանչնակ զանոնք։ Ցեզ երբեք չեմ ճանչնար։ Ոչ թե ամենով, որ ինձի դեր կսե, պիտի մտնե երկինքի թագավորությունը։ Հապա անիկա, որ իմ երկնավոր հորս կամքը կկատարե։ Շատերը այն օրը ինձի պիտի ասեն. Դեր, չէ որ քու անունովդ մարգարեություն ըրինք եւ քու անունովդ թևեր հանեցինք ու քու անունովդ շատ հրաշքներ ըրինք։ Այն ադեն հայտնաբես անոնց պիտի ասեմ թե ես բնավ ցես չէի ճանչնար։ Մեկտի կացեք կովես դուք որ աներունություն կգործեք։ Երկու դուն շնողները։ Արդ ով որ իմ խոսքերս կլսե
եւ կկատարե զանոնք զանիկա պիտի նմանցնեմ խելացի մարդումը, որ իր դունը վեմի վրա շինեց։ Անցրև իջավ ու կեդերը վազեցին ու հովերը փչեցին, զարգին այդ տանը, բայց չփլավ, վասնզի վեմի վրա հաստատված էր։ Այն, որ այս իմ խոսքերս կլսե ու չի կատարեր, կնմանի անխելք մարդումը, որ իր տունը ավազի վրա շինեց։ Անցրև իջավ ու կետերը վազեցին ու հովերը փչեցին եւ զարգին այն տանը ու փլավ։ Մեծ էր անոր կործանումը։ Հիսուսի հեղինակությունը ու երբ Հիսուս լմնցուց այս խոսքերը, ժողովուրդը կզարմանար անոր վարդապետությանը վրա, վասնզի իշխանություն ունեցողի մպես կսորվեցներ անոնց, ոչ թե թբիղներուն պես։ Մատթեոսի 7-րդ գլուխ 1-29 համարները։ Բարի եւ օրհնապեր օրեր մաղթելով մնացեք խաղաղությամբ, ամեն։